Սիրելիներ, այսօր հասանք Թվոց կրքին 15-րդ գլխուն, ուր Իսրայելի որդիները կփոխեն իրենց միտքը եւ գուզեն վերադառնալ Եգիպտոս։ Բայց Աստված անոնց կվերադարձնե անաբադ։ Այս ընթացքին շատ բան կտեսնենք անոնց մասին։ Օրինակ, անոնք չէին թլփադեր իրենց զավակները, որ կնշանակե, թե անոնք չէին բահեր իրենց ուխտը, որ Աստված կդարեց Աբրահամի հետ։ Անոնք զոհեր չէին մատուցաներ վրանին մեջ եւ ավելին անոնք երկրբակեին գուրքերուն։ Այլ խոսքով, Իսրայելի որդիները հավատարիմ չէին Աստծո այս ընթացքին։ 15-րդ գլխուն մեգեն երկուքի մեջ կսե, որ կարելի է ուշացնել Աստծո օրդությունները, բայց չես կրնար քանթել Աստծո նպատակը, եւ այդ է այս գլխուն նյութը։ Որովհետեւ Աստված արդեն գիտեր, որ Իսրայելեն նոր սերունդ մը պիտի կա այն երկիրը, որ խոստացված էր անոնց։ Եվ այսպես Աստված անոնց հետ կխոսի, թե ինչ պետք է ընեն, երբ մտնեն երկիրը, օրինակ, ինչ տեսակի ընձաներ պետք է բերեն, անոնք պետք է բերեն հիմենի 1/4 մասը յուղ, որ գխոսի Սուրբ Հոգին մասին, եւ հիմենի 1/4 մասը քինի ըմբելու նվեր, որ գխոսի ուրախության մասին, նաեւ խոյ, որ պետք է զոհվի։ Նոր սերունդն է, որ պիտի մտնե երկիրը, եւ անոնք պիտի ընեն այս ընձաները, որոնք կխորհրդանշեն Տեր Հիսուս Քրիստոսի անձին։ Չմոռնանք, որ անաբադին մեջ շատերը դարձան գրաբաշխության։ Այստեղ կարելի է հարց տալ մեր անձերուն, որպես հավատացյալներ այսօր։ Մեզ մեկ քանի հոգին կշարունակեն երկուշաբթի օրը իրենց ծառայությունը Տերոջ, ինչպես որ կծառայեն գիրագի։ Շատ հավատացյալներ գտարնան աշխարհի ծրագրին այն բահուն, երբ երկուշաբթի գլա եւ Տեր Հիսուս կմորցվի ամբողջ օրը։ Բայց Տերը գուզե, որ մենք զինք դանենք մեզի հետ մեր առօրյային, օրինակի համար շուգան, դանենք մեր աշխատավայրը, մեր համալսարանը եւ այլն։ Անգուզե երթալ արևդուրի շուգաները եւ այս աշխարհի փողոցները, որովհետեւ ան նույնպես ներկա է այնտեղ, ինչպես որ ան ներկա է եկեղեցվո մեջ գիրագի օրը, եւ մենք վստահ պետք ունենք իրեն գիրագի օրեն ավելի։ Անցնելով 24-26 համարները, Աստված կհիշեցնե անոնց, որ մեղքի ընձայի համար զվարակ մը բերեն, նույնիսկ երբ մեղքը անկիդակցաբար դեղի կունենա։ Սիրելիներ, այս մեկը շատ քաջալերական է, որովհետև այդ խոստումն է, որ շատերը պիտի չգործվին, որովհետև անդեղյակ են ավետարանեն, այլ կգործվին, որովհետև մեղավոր են եւ փրկչի գարիք ունին։ Ետքը 37-38 համարներու մեջ Աստված կհրահանգե անոնց հանդերձներուն քաղանցներուն գաբույտ ձոբեր թնել։ Այս հիշեցումն է, որ գաբույտ քույնը երկնային քույն մնե։ Որպես Աստծո ժողովուրդը, անոնք պետք է քալեին երկնային ջամփաներով այստեղ երկրի վրա։ Եվ այդ կվերապերի մեզի այսօր մեր անձնական հավատքին ընթացքին։ Այսօր շատ հավատացյալներ գրնան ունենալ այդ գաբույտ ձոբը, որովհետեւ աշխարհին հասկացնեն եւ իրենց հիշեցնեն, որ իրենք կաբրին Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Անցնելով 16-րդ գլխուն պիտի տեսնենք քահանայական ապստամբության մասին Աստծո կողմեն սահմանված իշխանության թեմ։ Անոնց գարաչնորդեր Գորխը եւ Իսրայելի ցեղերեն 250 մարդ։ Նախանցը սիրելիներ այստեղի խնդիրներուն հիմքն է։ Գորխի նախանցը։ Եվ նախանցը սարսափելի բան է, եւ ավելի ցավալի, երբ եկեղեցի մտնե։ Կտեսնեք Գորխ ու անոր մարդիկը մերժեցին Մովսեսին հնազանդիլ, անոնք ստեղծեցին իրենց փոքրիկ բաշտամունքի խումբը եւ մտադիր էին բաժնել ժողովուրդը։ Եվ այդ սարսափելի բանն էր։ Բայց Աստված կմիջամտե անոնց տադելու եւ վիճակը շտկելու։ Քեդինը գջեղկվի փարացիորեն, բաժնելով մարդիկը եւ գլելով անոնց։ Նաեւ նկատեցեք 41-րդ համարի մեջ ժողովուրդը կմեղադրե Մովսեսին եւ Ահարոնին այդ եղածին համար։ Այսպիսով նորեն Աստված կմիջամտե եւ գտադե այս մարդոց եւ կբաժի անոնց ժանթախդով։ Բայց կտեսնեք ինչպես Մովսես կշտաբե քավություն ընելու այդ մարդոց համար, որբեսի փրկե անոնց։ Ինչ ծիծաղելի բան է,
Այն մարդը, որուն թեմ անոնք ապստամբեցան, նույն մարդն է, որ գեցավ անոնց եւ Աստծո միջև անոնց բրգելու համար։ Այս քեզի ուրիշ մեկը գիհիշեցնե։ Ճիշտ այն անձը, որուն խաչեցին խաչին վրա, նույն մարդն էր, որ բրգեց մեզ բոլորս։ Սիրելիս, գրնաս մտածել, թե ինչ քին կվճարենք Աստծո թեմ, անհավատության եւ ապստամբության փոխարեն։ Ամեն։ So I can face my giants with confidence.